Ռեոփեն մեդիայի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Ռի Նյուզ լրատվականը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Լուսինեն եմ Ղարսայան, բարի լույս։ Ղազախստանում Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել։ Ադրբեջանի տարածքով այսուհետև կարող են բեռներ հասնել մեր երկիր ու առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր Հայաստան։ Այսպես է ձևակերպել Ալիևը, թեև մինչև այս պահը որևէ լուր չի եղել, որ Ադրբեջանով ղազախական հացահատիկ է գալիս այստեղ ու անգամ այս բարիադրացիական կոնտեքստում Ալիևը չի մոռացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի սիրելի թեման, կանխատեսել է, որ այն կարող է բացվել մինչև 2028-ի վերջը։ Ղազախական ցորեն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Այս առաջին հայացքից անհավանական թվացող լուրը դարձավ վերջին ժամերի ամենաքննարկվող իրադարձությունը, խորհրդանշելով տարածաշրջանում ձևավորվող նոր իրողությունները։ Այս դինամիկան Աստանայում քննարկումների առանցքում էր Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահների հանդիպմանը, որտեղ Իլհամ Ալիևը հայտարարեց տարածաշրջանում խաղաղության նոր փուլի մեկնարկի մասին։ Ղազախստանի նախագահն իր հերթին որակեց հայ-ադրբեջանական համաձայնությունները որպես պատմական եւ ջրբաժան։ Երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները դարձել են ջրբաժան, որը նոր հորիզոններ է բացում համագործակցության համար ամբողջ տարածաշրջանում եւ դրանից դուրս։ Այս հայտարարությունների ֆոնին Ալիևը ներկայացրեց նաև իր տեսլականը տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ։ Չնայած Հայաստանի իշխանության հետևողական մերժմանն ու բացահայտ դժգոհություններին, Ադրբեջանի ղեկավարը շարունակում է օգտագործել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը։ Նա հայտարարեց, որ TRIP նախագիծը, որին իր անունն է տվել նախագահ Թրամփը, անպայման կիրականացվի եւ որ Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչեւ 2028 թվականի վերջ։ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների բոլոր սահմանափակումները։ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայի պահից ի վեր, եւ առաջին նման տարանցիկ բեռը եկել է Ղազախստանից Հայաստան հացահատիկը։ Կարծում եմ, որ սա նաեւ լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի վրա է, այլև գործնականում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հաստատել է, որ շուտով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազերի Բաղդասարյանն էլ գրառում է Արել Ալիևի ժեստը համարելով փոխվստահության ամրապնդման գործում կարևոր քայլ։ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։ Բաքու այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Խաղաղությունը հաստատված է։ Մինչ հայ-ադրբեջանական ուղղությամբ նկատվում է որոշակի դինամիկա, հայ-թուրքական գործընթացը շարունակվում է տեխնիկական քննարկումների փուլում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ կայացնի։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացը նշել է, որ հանդիպման վայրի մասին մանրամասները լրացուցիչ կհայտնեն։ Նաև տեղեկացրել է, որ զուգահեռաբար շարունակվում են սահմանների բացման մասով քննարկումները։ Նկատենք, որ երկաթուղու քննարկումն անհնար կլիներ առանց ապաշրջափակման եւ սահմանների բացման։ Աննա Հարությունյան, Ռիոփեն մեդիա։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հունվարի 1-ից պարտադիր զինծառայությունը 2 տարուց կդառնա 1.5։ Շատ մայրերի համար այս նորությունն իհարկե ուրախալի է։ Իրենց զավակները 6 ամիս շուտ տանը կլինեն, բայց էմոցիոնալ դաշտից դուրս ենթադրվում է, որ սա քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակ, որտեղ պատրաստությունն ավելի բարձր կլինի, իսկ պայմանագրայինների թիվն ավելի մեծ։ Մյուս կողմում ռազմական փորձագետներն են, որ զգուշացնում են, չի կարելի կրճատել սահմանին կանգնող զինվորների թիվը, երբ թշնամին դեռ ուժի դիրքերից է խոսում։ Թեև փաստորեն հունվարի 1-ից որոշումն ուժի մեջ է լինելու, բայց քննարկումը դեռ թեժ է։ Սա անհրաժեշտ ռեֆորմ է, թե վտանգավոր փորձարկում մեր անվտանգության հաշվին։ 2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինվորական ծառայությունը կկրճատվի կես տարով։ Ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից,
բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Ըստ ռազմական փորձագետ Վլադիմիր Վարդանովի, այս փոփոխությունը միանշանակ թուլացնելու է բանակը։ Եթե անձնակազմը ժամկետային զինծառայողների վերցնենք մոտավորապես 60%, հեշտ հաշվարկի համար եմ ասում, 60%-ի 1/4-ով պակասում է, եթե մեր զինված ուժերը վեկալենք 50,000, իր 60%-ը 30-ն է, 30,000-ից 5,000-ը պակասելու է։ Մենք ունենալու ենք 50,000-անոց զինվորական ուժի փոխարեն 45,000, 10%-ով պակասելու է մեր զինված ուժերը։ Կառավարությունը նախատեսում է հաճախացնել 25-օրյա հավաքները, սակայն փորձագետի գնահատմամբ առանց ճիշտ մոտեցման դրանք կարող են ավելի շատ վնասել, քան օգուտ տալ։ Հայաստանի Հանրապետության ռեզերվը, գործող ռեզերվը, ոչ թե ընդհանուր ռեզերվիստների թիվը 600,000 մինչև 600-650,000, գործող ռեզերվը գնահատվում է մինչև 350,000։ Ենթադրենք 100,000-ը, ասենք, անառողջ մարդիկ են եւ 250,000-ն է մեր պահեստազորը, ռեզերվը դա պահեստազորն է։ Քանի տարի է պետք, որ երկրորդ անգամ գա վարժվի այն մարդը 10 տարի 10,000 հավաքվելու դեպքում ամեն տարի այդ 250,000-ը 250-ը բաժանում ենք 10,000-ի, ստանում ենք 25 տարի մեկ։ Փորձագետը կարևորում է, որ հավաքները լինեն ամենամյա եւ նույն մասնակիցները կրկնաբար անցնեն 25-օրյա պատրաստություն, արդյունավետությունն ու պատրաստվածությունը պահպանելու համար։ Այս 150,000-ը ամեն տարի 25-օրյա հավաքներով անցնելու դեպքում դու ունես մարտունակություն ես ձեռք բերում, որ նույնիսկ կարաս քեզ թույլ տաս 1 տարի դարձնես քո զինծառայությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով, եթե վարչապետը չաներ առաջարկը, հանձնաժողովը պատրաստվում էր նույն նախաձեռնությամբ հանդես գալ, նախատեսելով ծրագիրը գործարկել հունվարի 1-ից։ Հանրային շատ մեծ հետաքրքրություն կա եւ պահանջ կա, որ դա լիներ հունվարի 1-ից, եւ երկրորդը տեսեք հիմա, եթե մենք հունվարի 1-ից չենք անում, ամռանն ենք անում, ապա շատ մարդիկ ձգտելու են խուսափել եւ ամռանը գնալ բանակ, որը եւս մի շարք վարչարարական խնդիրներ են առաջացնելու, եւ երրորդ, ես կարծում եմ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը այդ ռեսուրսները ունի, որպեսզի մենք օրենքը տարածենք հունվարի 1-ից զորակոչվածների վրա։ Ըստ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի, իրենք հանձնաժողովին ներկայացրել են մի շարք հարցեր, պարզելու թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա են ընդունվելու որոշումները, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Բայց օրենքը չի փոխվել։ Ազգային ժողովում դեռ այդ օրենքը չի քննարկվել։ Ավանդաբար կարևոր զինված ուժերի հետ կապված, ներքին գործերի ոստիկանության հետ կապված, ազգային անվտանգության ռազմավարական կարևոր հարցերը Պաշտպանության հանձնաժողովում ունենում են փակ աշխատանքային տևական ժամանակ քննարկում, որտեղ բոլոր հարցերը դրվում են, բայց որևէ քննարկում չի եղել։ Հետաքրքիր է, որ Հարավային Կովկասի ռազմական քարտեզին մենք միակ պետությունն էինք մնացել, որտեղ պարտադիր ժամկետային ծառայությունը 2 տարի էր։ Ադրբեջանում այն 1.5 տարի է, բու հավարտածների համար 1 տարի։ Խորհրդարանում քննարկումներ կան ժամկետն ավելի կրճատելու մասին։ Վրաստանում ընդհանրապես մարտական ստորաբաժանումներում ծառայությունը 6 ամիս է, անվտանգության եւ մարտավարման ստորաբաժանումներում 8 ամիս։ Վրաստանում ի դեպ պարտադիր ժամկետային զինծառայությունը 9 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է այս տարի հունվարի 1-ից։ Հենց զինված ուժերում բարեփոխումների քննարկումը, որ 1 տարի առաջ սկսել էին Թբիլիսիում, շարունակելու համար են կրկին հանդիպում Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները։ Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքը։ Միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ։ Մոնիկա Հայրոյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թբիլիսիում է, երեկոյան կայացել է Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Այսօր Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին։ Ազգային ժողովում ընդդիմադիր պատիվ ունեմ իմպիչմենտի նախագիծը քվեարկությամբ չի մտել օրակարգ, վարչապետին անվստահություն հայտնող փաստաթղթին, որով իշխանությունը մեղադրվում էր Արցախի կորստի, տարածքային ամբողջականության խախտումների և ռազմագերիների հարցում անգործության մեջ, կողմ քվեարկեց 24, դեմ 48 պատգամավոր։ Արդեն իսկ տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն ավելի ուժգին պրոցեսներ և նույնիսկ նաև դատավճիռներ,
որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Հենց այդ պատճառով ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելյացին այս նախագծին եւ իմպիչմենթի բոլոր հնարավոր մեռելյացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով։ Խորհրդարանում ամենաթեժը Գյումրու քաղաքապետի շուրջ 3 զարգացումների մեկնաբանություններն ու հայտարարություններն էին։ Վարդան Ղուկասյանին, ինչպես արդեն գիտենք, կալանավորել են 2 ամսով Գյումրու գլխավոր ճարտարապետին ևս։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Ղուկասյանի պաշտոնավարումը կասեցվել է։ Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց 2 ամսով։ Դատարանը հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդությունը քննել է ամբողջ գիշեր։ Որոշումը հրապարակելուց հետո Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով կիսատ-պռատ փաստաթղթերով են Ղուկասյանին զրկել ազատությունից ու նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Այստեղ մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում։ Ղուկասյանին մեղադրում են ենթադրյալ կաշառք պահանջելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ ձայնագրություն է հրապարակել, ապա հայտարարել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Պաշտպանական կողմը հակառակն է պնդում։ Հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ղուկասյանն ինքն էլ էր վստահ, որ իրեն գաղտնալսում են, ինչի շուրջ կատակել է լրագրողների հետ հենց երթմնակալության օրը։ Կանց շուրջոկներ ու բաներ են մեզ նայում են։ Տղաներ, բարև ձեզ։ Ձերբակալված մյուս 7 անձանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ղեկավար դեմքերի պաշտոնավարումն էլ կասեցվել է։ Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Նա Վարդան Ղուկասյանի փեսան է։ Վարդանանց հրապարակի թեժ բախումները խոսքերի մակարդակով շարունակվել են խորհրդարանում։ Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներն անդրադառնալով Վարդան Ղուկասյանին առնչվող վարույթին իրար հերթ չտալով փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Սերժակոչյանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկա են ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետեւ ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա։ Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում։ Եթե արդար դատաքննության պարզվի այդ հանցագործությունները, մենք ինքներս ենք դատապարտելու։ Ինչ է մեր ասածը։ Այդ շոուները, որ բեմադրվում է եւ այստեղից հաստատական պնդումներ են կատարում, վիրավորական արտահայտություններ են անում, դա պատիվ է բերում ձեզ կամ Հայաստանի Հանրապետությանը։ Ասողին լսող էր պետք։ Այսպիսի գրառում է արել Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածուներից Մարտուն Գրիգորյանը, որը մյուս ընդդիմադիր դաշինքներից ու դադարից հետո համաձայնեց իր ձայները փոխանցել Ղուկասյանին։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն դրվագ ասում է ու զգուշացնում, թե ԿՊ-ն գյումրեցիների դեմ ինչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 33 մարդ։ Հիշեցնեմ, նախորդային ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել էին Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելումուտը։ Քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների միջև հրմշտոց ու քաշքշուկ է եղել, ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին։ Մերի Դանիելյան, Free Open Media։
Հանրային հեռարձակողների թիվը կրճատվում է ու 3-ից դառնում առնվազն 2։ Թեև ոչ ոք բացահայտ չի ասել շողակաթ բառը, դժվար չէ գուշակել, որ մեկն է պետական, 2 հեռարձակողների, հանրային հեռուստաընկերության ու հանրային ռադիոյի կողքին 3-րդ ավելորդը։ Շողակաթը հանրային մուլտիպլեքսից հանելն ընդդիմադիրները հակաեկեղեցական արշավի համատեքստում են տեսնում։ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանան։ Ըստ Մայրաթորի այսուհետև ավազանի անունով Ստեփան Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, նաև Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Լրագրողների հետ զրույցում Տեր Արամը կամ Ստեփանը ասում է կարգապահական հանձնախմբի նիստերին ինքը չի գնացել, որովհետև պատճառներ է ունեցել ու դրանց մասին տեղյակ է պահել։ Իհարկե չեմ հեռանալու։ Այո, հեռանալ ով է ինձ հեռացնողը։ Մարմինը, որ սխալ եթե արդարորեն Վեհապարը ունի մոնարխիկ իշխանություն։ Ով է ասել, որ վեհապարը ունի մոնարխիկ իշխանություն։ Այդպես է կարգվում։ Եկեղեցում ունենք օրենքներ։ Հիմա դուք նույն ձևով ասում եք, որ եթե համեմատելու լինեմ, կներեք։ Վարչապետը ունի մոնարխիկ իշխանություն եւ դատարանների վրա պետքա հրահանգներ իջեցնի։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են, բայց օրենքները գործում են երկուսում էլ։ Եթե այս թեզը շարունակում ենք, ուրեմն եկեղեցին օրենքներով չի գործում, այլ օրենքները ծալել ենք, դրել ենք մի կողմ, մոնարխիկ իշխանություն ունեցող ամենայն հայոց կաթողիկոսը Տեր Արամ, դուք օրենքով չեք քահանաոցվել։ Եկեղեցական կանոններով եմ օծվել, հետեւաբար եկեղեցու կանոններով չեք կարգալույծել։ Ոչ, որ կանոնով։ Դուք ինձ ասեք, Ես ընդմեջ բերեմ ներողություն։ Կարգալույծ չեք եղել։ Իհարկե չեմ եղել։ Ինչ որ մեկը իր սենյակի մեջ նստել է սպիտակ թերթիկի վրա, ինչ որ բաներ է գրել եւ մեկին զրկել է քահանայությունից կամ իր ժողովրդին զրկել է քահանա ունենալուց։ Իսկ հոգևոր ծառայության մեջ գտնվող կաթողիկոսին աշխարհի կանունով դիմող Նիկոլ Փաշինյանը կարգալույծ հռչակվելուց հետո Ստեփան Ասատրյանին Տեր Արամով է դիմում ու ասում, որ Կիրակի կգնա նրա մատուցելիք պատարակին։ Հայաստանի այս ծառայական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, քույրեր եւ եղբայրներ, հավատակիցներ, սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Եվանմա պատարակին։ Ոչ թե իշխանությունները, այլ անձամբ կաթողիկոսն է հակաեկեղեցական արշավ իրականացնում, ասում է ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա լրագրողներին դիմելով էլ ասում է, դուք եք հակաեկեղեցական արշավ իրականացնում։ Դուք եք հայ առաքելական եկեղեցու հավատավոր օծյալ քահանա Տեր Արամի եւ մյուսների նկատմամբ տանում արշավ։ Դադարեցրեք այդ արշավը, դադարեցրեք ձեր հակաեկեղեցական արշավը, ես ձեզ կոչ եմ անում։ Ձեր հակաեկեղեցական արշավը պիտի դադարի։ Հայ առաքելական եկեղեցին դիմացել է դարեր շարունակ, հայ առաքելական եկեղեցին դիմացել է մի շարք ասպատակություններ ու ես վստահ եմ, որ կտրիճակ կագեբեյակ կղերաքրյա օլիգարխիկ այս կլանի ասպատակությանը եւս կդիմանա այս ամեն ինչին ու այն բոլոր քահանաները ում գրպանում որ թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստով որ կային արծաթը, որով իրանք դավաճանել են թե Հիսուսին, թե Հայաստանի Հանրապետությանը, թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով, նրանք բոլորը պատասխան կտան, բայց առաջին հերթին Աստծո առաջ։ Ռիոփնի հարցին, թե փաստեր կան եկեղեցականների ու KGB-ի միջև կապերի վերաբերյալ, ինչի մասին ինքը խոսում էր։ Պատգամավորը հետխորհրդային այլ երկրների օրինակն է բերում ու հորդորում խորհրդային պատմությունն ուսումնասիրել։ Փորձեցինք եկեղեցուց նույնպես մեկնաբանություն ստանալ, այս օրերին հարցազրույց չեն տալիս, ասացին Մայրաթորից։ Այդ ընթացքում ազգային ժողովում քննարկվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը։ Կարճ ասած, հանրային սփռում ունեցող ալիքների նվազագույն շեմն են իջեցնում։ Ընդդիմադիրների կարծիքով սա շողակաթին հանրային հեռարձակումից զրկելու քայլ է, իսկ իշխանություններն ասում են. Հիմա ձեզ հետ չենք քննարկում որևէ հեռուստաալիք փակելու հարցը, եւ ես համարում եմ, որ նաեւ նման իրավասություն չկա օրենքով հեռուստաալիք փակել չփակելու հարց քննարկելու։
որովհետև գոյություն ունի կոնկրետ մարմին, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, անկախ մարմին է, հանրային հեռարձակող խորհուրդը ինքը կկարողանա այդ օրինակ որոշումներ կայացնել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հույս է հայտնում, որ շողակաթ հեռուստաընկերությունը ոչ միայն չի փակվի, այլև կօգտվի աջակցության ծրագրերից։ Առնվազն ես 7 տարի շարունակ այս թեմայից խոսում եմ, այս թեմայից խոսում են մի շարք հասարակական կազմակերպություններ, այստեղ խնդիր տեսնում են շատերը եւ շատ խնդիրներ ոչ թե միայն այն պահից ի վեր, ինչ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցին որոշել է կուսակցական գործունեությամբ զբաղվի, այլ դրանից առաջ Ճիշտ պիտի լիներ եւ արդար պիտի լիներ, եթե այստեղ հնչեր։ Նաեւ նախագծի վերաբերյալ հանրային հեռարձակողի խորհրդի կարծիքը, որը հետեւյալն է, մասնավորապես ժամանակ չունեմ ամբողջ ասելու, կարևորել է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր արկայությունը եւ նրա գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։ Շողակաթ անունով հանրային հեռարձակող գոյություն չունի, հարգելիներս, հետևաբար հանրային հեռարձակողի խորհուրդը, որ շատ էլ ուզենա, չի կարող մեկ այլ մասնավոր ընկերություն փակի կամ չփակի։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն չունի շողակաթ անունով հանրային հեռարձակող։ Հանրային հեռարձակողները այս պահին 5 սլոտ են զբաղեցնում, բայց օրենքով գրած է 3, այս օրենքը լիներ, չլիներ, եթե ինչ-որ մեկին ուզենան փակեն, ավելացնեն, փոխեն, կանեին։ Այսօր խիստ ցուցիչ էր եւ ցավալի օրինակ էր, որ հանրային հեռուստաընկերության ալիքներից մեկը փակելու, ընդ որում գիտահանրամատչելի կրթական ալիք փակելու նախաձեռնության հեղինակները երբեմնի լրագրողն էր, երբեմնի գրականագետը։ Կեթերազրկվի շողակաթը թե ոչ, պնդումները տարբեր են։ Լրագրողական կազմակերպություններն ու ժուրնալիստների միությունը կարծում են, որ այս օրինագիծը շողակաթի դեմ է եւ պետք է հետ կանչվի։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Անդրադառնանք միջազգային լրահոսին, այս օրերին աշխարհի ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ մեկ այլ արյունալի հակամարտության վրա, որտեղ պատերազմ բառը փոխաբերական իմաստով չի օգտագործվում։ Ամերիկյան կոշտ ճնշումից հետո Գազայում զենքերը լռել են եւ վերականգնվել է 2 տարի տևած պատերազմը կանգնեցրած փխրուն զինադադարը։ Սակայն այս լռությունը խաբուսիկ է, իսկ խաղաղությունը կախված է մազից։ ԱՄՆ-ի գործադրած դիվանագիտական ճնշումից հետո Գազայի հատվածում վերսկսվել է մարդասիրական օգնության մատակարարումը եւ վերականգնվել է 2 տարվա պատերազմին վերջ դնող հրադադարի ռեժիմը, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ փխրուն հանգստյան օրերին տեղի ունեցած բռնությունների խոշոր բռնկումից հետո, որը լուրջ փորձության ենթարկեց հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարը, ինչը քննադատությունների պատճառ դարձավ մի շարք երկրների կողմից։ Մենք վերահաստատում ենք մեր դատապարտումը Պաղեստինում Իսրայելի բոլոր խախտումների եւ գործելակերպի հանդեպ, մասնավորապես Գազայի հատվածը մարդու կյանքի համար անպիտան գոտու վերածելու, հրադադարի շարունակական խախտումների, արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման եւ Ալ-Հարամ Աշ-Շարիֆ մզկիթի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների վերաբերյալ։ Մենք նաեւ վերահաստատում ենք, որ Գազայի հատվածը պաղեստինյան տարածքների եւ միասնական Պաղեստին պետության անբաժանելի մասն է։ Գլխավոր քարտուղարն իր խորը մտահոգությունը հայտնեց Գազայում դիտարկվող շարունակվող բռնությունների կապակցությամբ։ Հրադադարը լրջորեն խախտվել էր հանգստյան օրերին, երբ իսրայելական կողմի Ռաֆահում Համասի հարձակումից 2 իսրայելցի զինվոր սպանվեց։ Ի պատասխան Իսրայելը դադարեցրեց մարդասիրական օգնությունը եւ օդային հուժկու հարվածներ ասրեց Գազային։ Պաղեստինյան կողմի տվյալներով հարվածներին զոհ գնացին տասնյակ մարդիկ, այդ թվում քաղաքացիական անձինք։ Համասը սակայն հերքել է առնչությունը Ռաֆայի միջադեպին, հայտարարելով հրադադարին հավատարի մնալու մասին։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել Բենյամին Նեթանյահուի գրասենյակի մամուլի խոսնակ մեր հայրենակից Շոշ Պետրոսյանը։ Իսրայելի պետությունը չի հանդուրժելու Գազայի հատվածում հրադադարի որևէ խախտում, եւ Իսրայելի պաշտպանության բանակը ուժի գործադրմամբ կարձագանքի ցանկացած խախտման, որը կվտանգի մեր զինվորների եւ իր քաղաքացիների անվտանգությունը։ Համասի կողմից հրադադարը խախտելուն եւ մեր զինվորների վրա հարձակվելուն ի պատասխան տեղի ունեցած մի շարք գրոհներից հետո Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մենք ոչ միայն կշարունակենք պահպանել հրադադարի համաձայնագիրը, այլև այն կպարտադրենք։ Բռնության բռնկումից հետո Միացյալ Նահանգները ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը։ Նախագահ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները եւ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, նպատակ ունենալով վերականգնել խարխլված հրադադարը։ Նախագահ Թրամփն իր հերթին հայտարարեց, որ իր միջնորդությամբ ձեռք բերված զինադադարը դեռ ուժի մեջ է։ Ամերիկյան ճնշման
ներքո Իսրայելը երկուշաբթի վերսկսեց օգնության մատակարարումը Գազա։ Մեր հզորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հետ շարունակական համագործակցության շնորհիվ ես հավատում եմ, որ մենք տարածաշրջանի երկրների հետ խաղաղության ավելի շատ համաձայնագրեր կկնքենք։ Գազայում հրադադարի խախտմանը զուգահեռ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին և Եմենում հութիներին, որտեղ օդային հարվածով սպանվել է ապստամբների շտաբի պետը։ Միևնույն ժամանակ Գազայի հատվածում իսրայելական զորքերը հետ են քաշվել, ստեղծելով այսպես կոչված դեղին գիծ, որի խախտումն արդեն իսկ հանգեցրել է պաղեստինցիների մահվան, լարվածություն ստեղծելով բնակիչների շրջանում։ Այսպիսով, չնայած զինադադարին, հակամարտության հիմնական հարցերը, ինչպիսիք են Համասի զինաթափումը եւ Գազայի ապագա կառավարումը, մնում են չլուծված, փխրուն խաղաղությունը թողնելով մշտական սպառնալիքների տակ։ 2 տարի տևած պատերազմը Գազան վերածել է ավերակների, սպանվել է 68,000 պաղեստինցի, մեծ մասը կանայք եւ երեխաներ։ ՄԱԿ-ի գնահատմամբ Գազայի վերակառուցման համար կպահանջվի մոտ $70 միլիարդ, իսկ պատերազմի հետևանքով առաջացած շինարարական աղբի ծավալը 13 անգամ գերազանցում է Գիզայի բուրգերի ծավալը։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ճապոնիայում առաջին անգամ պատմության մեջ կին վարչապետ է ընտրվել իշխող լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչին։ 64-ամյա տիկինը կողմ է բանակի ամրապնդմանը, Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրության վերանայմանը և չի աջակցում նույնասեռ ամուսնություններին։ Տակաիչին նաև պնդել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների կատարած հանցագործությունները չափազանցված են և այցելել է ճապոնացի զինվորների հուշահամալիր։ Ճապոնիայի համար պատմական իրադարձությունից գանք Ֆրանսիայի համար պատմական դեպքի այդ երկրի նախկին նախագահ Սարկոզին բանտարկվել է 5 տարով, նա դարձել է առաջին նախագահը Ֆրանսիայի պատմության մեջ, որ երկրորդ համաշխարհայինից հետո բանտ է գնացել։ Սարկոզիին բանտ ուղարկեցին ոչ թե այն բանի համար, որ ապացուցեցին, թե նա Քադաֆիից փող է վերցրել, այլ որովհետև դատարանը որոշեց, որ նրա թիմը պլանավորել է այդ կոռուպցիոն գործարքը, նույնիսկ եթե այն իրականություն չի դարձել։ Փարիզի Սանտեկ հրակատարողականի այսպիսի բանտախցերից մեկում պետք է իր պատիժը կրի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ 9 քառակուսի մետր մակերեսով այս տարածքում նրան կտրամադրեն առանձին ցնցուղ մահճակալ, էլեկտրական տաքացուցիչ, սառնարան, հեռուստացույց։ Նա հնարավորություն կունենա նաև ֆիքսված հեռախոսից օգտվել, երբ ցանկանա, սակայն զանգել կարող է միայն հրակատարողական հիմնարկի հաստատած հեռախոսահամարներին։ Սարկոզին կարող է օգտվել մարզասրահի և գրադարանից, օրական 1 ժամ էլ բանտի տարածքում զբոսնել մաքուր օդին, բայց միայնակ։ Կալանավայր գնալու օրվա առավոտյան Նիկոլա Սարկոզին կնոջ հանրահայտ երգչուհի և մոդել Կարլա Բրունիի հարյուրավոր աջակիցների ու համաշխարհային լրատվամիջոցների ուղեկցությամբ ուղիղ եթերում իր սեփական տնից քայլելով հասավ մեքենային, որ ուղևորվի բանտ։ Աջակիցների շարքում էին նրա որդիները, կանանց ու երեխաների հետ և 14-ամյա դուստրը Ջուլիան։ Հավաքված բազմությունը երգում էր Մարսելիեզը։ Լրատվամիջոցներն իրար հերթ չտալով նշում էին Սարկոն իր խոստման համաձայն գլուխը բարձր է գնում բանտ։ Նախորդին էլ Սարկոզիին գոտեպնդել էր նաև նրա նախկին կինը Սեսիլիա Աթիասը և ԱՄՆ-ից ուղերձ հղել։ Վաղը մի մարդ, որի հետ ես 25 տարի կիսել եմ իմ կյանքը և որը մնում է իմ որդու հայրը, անարդարացիորեն կզրկվի ազատությունից։ Ես ցնցված եմ և վրդովված, տեսնելով, թե ինչպես են վարվում Նիկոլա Սարկոզիի հետ, որն այդքան բան է արել Ֆրանսիայի համար։ Չեմ կարող ներկա գտնվել Փարիզի հավաքին, բայց իմ սիրտն ու միտքը կլինեն նրա բոլոր զավակների և Կարլայի հետ։ Ես ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մի պետական գործչի, որը եղել և մնում է խիզախ ու ղամիտ և իր երկրին նվիրված մինչև հոգու խորքը։ Պատմությունն ի վերջո կվերականգնի ճշմարտությունը։ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի 5-րդ հանրապետության առաջին նախագահն է, որ հայտնվում է ճաղերի հետևում։ Ավելի քան 10 տարի քննվող այս գործում Սարկոզիին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, թե 2007-ի նախագահական ընտրության իր քարոզարշավը ապօրինի ֆինանսավորում է ստացել Լիբիայից։ Իբր նա օգտագործել է Քադաֆիի տրամադրած միջոցները։ Դատարանը սակայն նրան անմեղ է ճանաչել փաստերի բացակայության պատճառով, բայց Սարկոզին համարել է մեղավոր,
որ իր ենթակաները կոռուպցիոն գործարք են պլանավորել եւ այդ նպատակով հանդիպումներ ունեցել։ Նույնիսկ առանց վերջնական հանցագործության կատարման ապացույցի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել այդ հանցագործության կազմակերպմանը մասնակցելու համար։ Ֆրանսիայի նախկին ղեկավարն իրեն մեղավոր չի համարում, կարծում է, որ այս քայլով նվաստացնում են ոչ թե իրեն, այլ Ֆրանսիայի Հանրապետությունը։ Մենախուց գնալուց առաջ Սարկոզին ուղերձ հղեց։ Այս պահին, երբ ոտք եմ դնում Սանտե բանտի պատերից ներս, դիմում եմ իմ մասին տարբեր կարծիքներ ունեցող ֆրանսիացիներին։ Այսօր առավոտյան բանտարկվում է ոչ թե հանրապետության նախկին նախագահը, այլ մի անմեղ մարդ։ Ես կշարունակեմ պայքարել։ Այս խաչը կրում եմ ավելի քան 10 տարի։ Մի անօրինական ֆինանսավորման գործ առանց որևէ ֆինանսավորման ապացույցի։ Երկարատև դատական հետաքննություն, որը սկսվել է մի փաստաթղթի հիման վրա, որի կեղծ լինելն արդեն իսկ ապացուցված է։ Ես ոչ մի առավելություն, ոչ մի բարեհաճություն չեմ խնդրում։ Պետք չէ ինձ խղճալ, քանի որ իմ ձայնը լսելի է։ Պետք չէ ինձ խղճալ, քանի որ կինս ու երեխաներս իմ կողքին են, եւ իմ ընկերներն ու աջակիցներն անթիվ անհամար են։ Բայց այս առավոտ ես խորը վիշտ եմ ապրում Ֆրանսիայի համար, որը նվաստացած է քինախնդրության պատճառով, որին ատելությունը հասցրել է աննախադեպ ծավալների։ Ես կասկած չունեմ, ճշմարտությունը կհաղթի, բայց վճարելիք կինը ջախջախիչ կլինի։ Նիկոլա Սարկոզիի փաստաբանական խումբն արդեն իսկ դատարանի վճիռը բողոքարկել է եւ վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հրապարակվի 2 ամսվա ընթացքում։ Սովորաբար Ֆրանսիայում, երբ անձը բողոքարկում է դատավճիռը, պատիժը կասեցվում է մինչև վերաքննիչ դատավարության ավարտը։ Սակայն Սարկոզիի դեպքում դատարանը որոշել է, որ անմիջապես բանտ պետք է գնա։ Սրանից 5 օր առաջ Ելիսեյան պալատում Նիկոլա Սարկոզիին հյուրընկալել էր նախագահ Մակրոնը եւ լրատվամիջոցներին մեկնաբանել, որ նորմալ եւ մարդկային քայլ է, որ ընդունել է իրեն նախորդած նախագահներից մեկին։ Իսկ այսօր Սլովենիայում երկրի վարչապետի հետ ունեցած համատեղ ասուլիսին լրագրողներից մեկը հարցրեց Մակրոնին. Սարկոզին Եվրոպայի առաջին նախագահն է, որ բանտարկվում է։ Արդյոք սրանով Ֆրանսիայի վարկանիշը չի վնասվում։ De là où je suis, ne m'appartient pas de commenter. Իմ դիրքից ելնելով ես իրավասու չեմ մեկնաբանել կամ քննադատել արդարադատության համակարգի որոշումները։ Ես պետական ինստիտուտների պատշաճ գործունեության երաշխավորն եմ եւ դրանով իսկ դատական, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջև ճիշտ փոխգործակցության երաշխավորը։ Նույնիսկ երբ դա վերաբերում է հանրապետության նախկին նախագահին։ Ուստի դուք ինձ չեք տեսնի որևէ մեկնաբանություն անելիս։ Այնուամենայնիվ մեր հայրենակիցներից շատերին նախագահին բանտարկված տեսնելու պատկերը կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը բնական է, եւ կարծում եմ, որ պետք է տարբերակել էմոցիաները, մտերիմների հուզմունքը եւ արդարադատության պատշաճ գործունեությունը, որը իմ դիրքից ելնելով մեկնաբանություններ չի ենթադրում։ Ֆրանսիայի արդարադատության նախարարն ու սենատի նախագահն արդեն իսկ մտահոգություն են հայտնել, որ Սարկոզիին բանտախուց ուղարկած օրենքը հարկավոր է վերանայել, իսկ նախագահ Մակրոնն էլ մեկնաբանել է, այդ ամենը պետք է տեղի ունենա խաղաղության եւ օրենքի տառին համապատասխան պայմաններում։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Այսքանն էինք նախատեսել այս ժամի համար, բեր հաջորդ թողարկումը ժամը 13-ին է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Հաջողություն։